Բարև։ Պատկերացրեք ջրի փոքրագույն կաթիլի մեջ կենդանություն է առնում մի բան, ինչը հիշեցնում է կենդանի օրգանիզմ, որը ստեղծել է ոչ թե բնությունն, այլ մարդը։ Միլիոնավոր միկրոսկոպիկ ռոբոտներ շարժվում են, արձագանքում մեկը մյուսին, վերադասավորվում են ու անգամ բուժում միմյանց վնասվելուց հետո։ Դրանք միմյանց հետ հաղորդակցվում են ձայնի միջոցով ու մտածում որպես միասնական օրգանիզմ։ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները մշակել են միկրոռոբոտների հեղափոխական մոդել, որոնք կոորդինացնում են ոչ թե ռադիոազդանշանների կամ բարդ արհեստական բանականության միջոցով, այլ սովորական ձայնային ալիքների օգնությամբ։ Յուրաքանչյուր ռոբոտ ինքն իրենով գրեթե ոչինչ է, սակայն միասին դրանք վերածվում են լրիվ նոր բանի։ Այս համակարգը աշխատում է ինչպես ուլտրափոքր օբյեկտներից բաղկացած պարզ, հիշեցնելով մեղուներին, ձկներին ու անգամ կենդանի օրգանիզմների բջիջները։ Յուրաքանչյուր ռոբոտ ձայնի աղբյուր է, միաժամանակ լսելով հարևան ռոբոտների ձայները։ Տատանումները գումարվում են ու ձևավորում միասնական ակուստիկ դաշտ, ու ռոբոտները կարծես մտնելով դրա ռիթմի մեջ սինխրոնացնում են սեփական շարժումները։ Նրանք ձևավորում են ստրուկտուրաներ, շրջանցում են խոչընդոտները, փոխում են կոնֆիգուրացիան ու շարունակում շարժվել անգամ վնասվածքներից հետո։ Յուրաքանչյուր ռոբոտի կոնստրուկցիան ծիծաղելի աստիճան պարզ է։ Փոքրագույն շարժիչ, միկրոֆոն, դինամիկ ու օսցիլյատոր։ Ոչ պրոցեսոր, ոչ արհեստական բանականության չիպ, միայն ձայն ու հետադարձ կապ։ Սակայն շնորհիվ այս պարզության համակարգը գրեթե կենդանանում է։ Ամենատպավորիչն ինքնակազմակերպման ու վերականգնման կարողությունն է։ Բաժանեք պարսը երկու մասի ու յուրաքանչյուր մաս կշարունակի գոյություն ունենալ պահպանելով ներքին սինխրոնացումը։ Ժամանակի հետ երկու կեսերը կրկին կլսեն միմյանց ու կմիավորվեն։ Մինչև հիմա միկրոռոբոտներին փորձում էին կոորդինացնել քիմիական ազդանշաններով, սակայն այս միջոցը դանդաղ է, բարդ ու ոչ արդյունավետ։ Ձայնը իր հերթին շատ արագ է տարածվում առանց էներգիայի, կորստի ու բարձր ճշգրտությամբ, անգամ խիտ միջավայրերում։ Հենց դրա շնորհիվ է նոր համակարգը ոչ միայն արագ, այլև ունիվերսալ։ Այն կարող է աշխատել ջրում, օդում ու անգամ կենդանի հյուսվածքներում։ Հեռանկարները շշմեցուցիչ են։ Պատկերացրեք միկրոռոբոտների պարզ, որոնք երկրաշարժից հետո թափանցում են փլատակների տակ, որոնելով ողջ մնացածներին շնչառության ձայնով, կամ պարզ, որը հերթապահում է օվկիանոսում հավաքելով միկրոպլաստիկը, կամ էլ պարզ, որը շարժվում է մարդու արյան հոսքով դեղամիջոցը հասցնելով անմիջապես ուռուցքին, կողմնորոշվելով ուլտրաձայնային դրոշմներով։ Գիտնականները խոստովանում են, նրանք կոորդինացիայի այսպիսի մակարդակ չէին սպասում։ Ի սկզբանե հետազոտողները ուղղակի ուզում էին ստուգել արդյոք հնարավոր է ակուստիկայի միջոցով կառավարել ակտիվ նյութը։ Արդյունքում ստացան մի բան, ինչը հիշեցնում է կոլեկտիվ ինտելեկտի նոր տեսակ։ Փոքրիկ սփոյլեր։ Առայժմ այս ամենը միայն համակարգչային սիմուլյացիա է, սակայն բոլոր կոմպոնենտները միկրոշարժիչներից մինչև մինիատյուր դինամիկներ արդեն գոյություն ունեն լաբորատորիաներում։ Մինչև իրական ձայնային պարզ մնացել է ընդամենը մի քանի ինժեներական քայլ։ Տեստ տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է զարմանալի օբյեկտ TOI 4507b անունով էկզոմոլորակը, որը սուպեր փափլիկ է։ Այո, աստղագետները հենց այդպես էլ անվանում են նմանատիպ մոլորակները։ Դրանց չափերը համեմատելի են Յուպիտերի չափերի հետ, սակայն այդ մոլորակներն այնքան թեթև են, որ նրանց միջի խտությունը պենոպլաստի խտությունից ցածր է։ TOI 4507b մոլորակը կարծես օդապարիկ լինի, որը լողում է իր աստղի ուղեծրով։ Երկրի շարավղից մոտ 8 անգամ մեծ շարավիղ ունենալով, այն երկրի ծանր է ընդամենը 30 անգամ կամ 10 անգամ թեթև, քան Յուպիտերը։ Դրա հետ մեկտեղ մոլորակը ուղեծրով պտտվում է խիստ հազվագյուտ, գրեթե բևեռային թեքությամբ։ Պրինսթոնի համալսարանի գիտնականները տիեզերական այս հրաշքին գտել են տես աստղադիտակի տվյալներում, ապա հաստատել են Աստեպ, Հարբս, Ֆերոս եւ Կորալի վերերկրային աստղադիտակների միջոցով։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեր առջև մոլորակների տվյալ դասի ամենաերիտասարդ ու խորհրդավոր ներկայացուցիչներից է։ TOI 4507 աստղը հարաբերականորեն երիտասարդ է։ Այն ընդամենը 700 միլիոն տարեկան է ու շատ ավելի ծանր, քան Արեգակը։ Նրա մոլորակը հաշվարկների համաձայն ունի մոտ 460 կելվին միջին ջերմաստիճան, բավարար տաք խիտ մթնոլորտ պահելու համար, սակայն ոչ այնքան տաք, որ մթնոլորտը հեռանա տիեզերք։ Այդ դեպքում ինչու է այն այնքան փքված ու թեթև։ Գիտնականները բանավիճում են այս թեմայով։ Մի մասը կարծում է, որ աստղը տաքացնում ու փքեցնում է մոլորակի մթնոլորտը, մյուսները ենթադրում են, որ TOI 4507 ուղղակի ծնվել է ջրածնով ու հելիումով հարուստ հատվածում, ձեռք բերելով չափազանց հաստ թաղանթ։ Կան ավելի էկզոտիկ տարբերակներ, օրինակ, որ մոլորակը շրջապատված է հսկայական օղակներով, ինչի պատճառով այն ավելի մեծ է երևում, քան իրականում կա, սակայն գլխավոր ինտրիգը դրանում չէ։ Գլխավոր հանելուկը մոլորակի բևեռային ուղեծիրն է։ Ինչու է մոլորակը պտտվում իր աստղի հասարակածի նկատմամբ գրեթե ուղիղ անկյան տակ։ Բացատրություններից մեկն այն է, որ ինչ-որ ժամանակ առաջ համակարգում գոյություն է ունեցել ևս մի ծանր օբյեկտ, որը հրել է TOI 4507b ներկայիս հետագծին, կամ էլ ամբողջ համակարգը ծնվել է արդեն թեքությամբ, հնարավոր է աղավաղված պրոտոմոլորակային սկավառակից։ TOI 4507b դարձել է հայտնաբերված ամենաերիտասարդ սուպեր փափլիկ մոլորակներից ու նման
Ֆիլմը տարօրինակ ուղեծրով հազվագյուտ օբյեկտներից մեկը։ Այն աստղի շուրջ պտույտը կատարում է 105 օրում, դանդաղ կարծես չի էլ շտապում բացահայտել իր գաղտնիքները։ Այժմ աստղագետները պլանավորում են մոլորակի վրա ուղղել հզորագույն սարքերը, այդ թվում Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակը։ Եթե գիտնականներին հաջողվի ուսումնասիրել մոլորակի մթնոլորտը, հնարավոր է մենք առաջին անգամ կհասկանանք ինչպես են ծնվում ու ապրում նմանատիպ եթերային հսկաները, տարածության մեջ կախված գազային ուրվականները։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը կորեացի օսկարակիր ռեժիսոր Պոնգ Ջուն Հոյի Միքի 17-ն է։ Նիֆլհեյմ հեռավոր մոլորակի վրա մահը ոչ թե վերջն է, այլ ընդամենը նոր հերթափոխի սկիզբը։ Այսպիսին է Միքի 17-ի աշխարհը, որում մարդկանց մահից հետո կարող են ոչ թե հուղարկավորել, այլ վերագործարկել։ Գլխավոր հերոսը Միքի Բարսն է, կլոն, ում ամեն մահից հետո վերարտադրում են։ Նա զոհվում է ծառայության ժամանակ, կրկին արթնանում ու գնում մեռնելու, սակայն օրերից մի օր համակարգը խախտվում է։ Հին Միքին վերադառնում է, երբ նորն արդեն զբաղեցրել է իր տեղը։ Ֆիլմը գիտական, ֆանտաստիկան վերածում է փիլիսոփայական էքսպերիմենտի, ինչ կլինի, եթե հնարավոր լինի մարդուն անվերջ պատճենել, ինչ է նշանակում կյանքը, եթե մահը դադարում է սահման լինել։ Միքի 17-ը հրաշալի առակ է մարդկային ինքնության եւ հիշողության մասին։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։